Փաշինյանը հերքում է ինքն իրեն ու ընտրությունից առաջ փողբաժանում թոշակառուներին։ 660,000 թոշակառուի թոշակը ընտրությունից ընդամենը 2 ամիս առաջ, ապրիլի 1-ից կբարձրանա մինչև 10,000 դրամով։ Սա անում է մի կառավարություն, որի ղեկավարն ընդամենը 2 ամիս առաջ հայտարարել էր. Օրինակ, ինչա դժվար թոշակը բարձրացնել, հարգելի գործընկերներ։ Մի պատճառը, որովհետև կենսաթոշակառուների թիվը շատ մեծ է, 660,000 մարդ։ Այսինքն 1000 դրամով թոշակ ավելացնելու համար մենք պետքա տասնյակ միլիարդների ծախս է դա ենթարկում պերմանենտ անընդհատ, որը փաստացի հետ շրջելի չի եւ ընդհատելի չի։ Ինչ փոխվեց այս 2 ամսվա ընթացքում։ Արդյոք ընդդիմադիր դաշտի վերադասավորումներն են ստիպում Փաշինյանին թոշակ բարձրացնել, իսկ գուցե քաղտեխնոլոգների խորհուրդն է թոշակառուների քվեները գնել 10,000 դրամով։ Թողնում ենք ձեր դատին։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։